Այսինքն բացահայտ գրոհում են այսօր այ առաքելական եկեղեցին, բացահայտ։ Ու ես ասել եմ ու հիմի կգնում եմ։ Այս ամենի մեջտում կանգնած է հենց կաթոլիկ եկեղեցին հռոմի պապով, հենց պրյամոյ կաթոլիկ եկեղեցու հրահանգն է, Անգլիայի եւ Ամերիկայի ու Թուրքիայի միջոցով։ Այսօր ինքն է հրահանգ տալիս, որովհետեւ հայ առաքելական եկեղեցի անունը չլինի այլևս։ Որովհետեւ մենք դառնանք կաթոլիկ եկեղեցու հետևորդներ բոլորս, որովհետև ամեն ինչ տանում են նրան, որ գնալու է այդ ուղղությամբ, всё։ Նիկոլ Փաշինյան, դու տրավալ ես տվել, գիտեք վատը որն է, մի բան կա այս ամեն ինչի մեջ վատ, որ Նիկոլ Փաշինյանը ինք իրան տուպիկ է կողել, ինքը հետ քայլ չի կարող անել։ Այսինքն ինքը հիմնի որ հետ քայլ արեց, դա կնշանակի որպես հետ քայլ ու վատ պարտություն։ Այդ ժամանակ, բան, իսկ ինքն է իրան կողել այդ տուպիկը։ Երկխոսության տարբերակ չի թողել իր հետ, եկեղեցի իշխանություն երկխոսություն։ Ինքը հետ այդ 1000 տեղով ասել է, պետք է գնա ու всё։ Դե հիմա լսեք։ Ըստ իմ վերլուծության, ըստ իմ հաշվարկների, ըստ իմ հասկանալու, հաջորդ կիրակի օրը կամ այս հաջորդ կիրակի օրը, կամ ամենաուշն եմ ասում, մյուս կիրակի օրը, բայց ամենահավանականությունը, որ այս կիրակի արնելու, նույն բանը անելու են արդեն մայր տաճարում։ Կյանքի խոսքի աղանդի ժողովրդի հետները միացած, լցվելու են մայր տաճար։ Սա հիշեք։ Ստեղ հարցը գիտեք ինչու՞մ է։ Վերջի կետն է մնացել ժողովուրդ։ Եթե իրենք ստեղ հաջողեցին, հարգելի արցախցիներ, հարգելի իմ Արցախի քույրեր ու եղբայրներ, եթե իրանք եթե կարաք ասեք ինչ կապ ունի եկեղեցին ու Արցախը, շատ մեծ կապ ունի։ Եթե մեր եկեղեցին այսօր թույլ տվեց Նիկոլը իր օրակարգը տանի եկեղեցու նույնպես, Արցախի հարցը տասնամյակներով արդեն փակ կլինի։